Արցախի շուրջ հակամարտությունը թևակողել է նոր վիրտուալ փուլ, բայց առանց Արցախի։ Իրական Հայաստան քարոզող իշխանությունը վերանայում է անցյալը, խոստանում լավ ապագա։ Ինչպիսին են հանրային տրամադրություններն այսօր, երբ իշխող վարչախումբը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումն ավարտված է, իսկ խաղաղության համաձայնագիրը տեսանելի։ Դե իմ ու քո ասելով չի։ Գիտենք, որ դա եղել է։ Ու դա Աստված չուզողը ես լինեմ։ Թեկուզ տարիներ հետո դա պետք է վերականգնվի, մարդիկ պիտի գնան իրենց տները, ոնց կարելի է։ Իսենց ասենք, դե ֆակտո այսօրվա ձևությամբ այո փակել են, բայց ոչ ժողովուրդը։ Ես հակառակը կասեի միայն, որ դեռ նոր պետք է այլի բացվի ու շարունակվի։ Իմ կարծիքով ավարտված չի։ Այդ կոնֆլիկտը կա, կլինի, ես չգիտեմ երբ կհանգուցվի, բայց առայժմ սարլուտված չի։ Գրողի ծոցը գնա, տենց վարչապետը ստանա իր պատիժը, դավաճան։ Ես ճիշտ այնտեղից եմ եկել, երեխիս կորցրել եմ, մեր մեկն է վիրավոր է։ Էլ մնացել եմ ինքը մենակ, վերջ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը տասնամյակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ միջազգային ձևաչափն է։ Բաքուն պահանջում է դրա վերջնական լուծարումը, թեև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մանդատ ԵԱՀԿ-ն չունի։ Եվ եթե երկու երկրների իշխանությունները համարում են խնդիրը լուծված, ինչու են մտահոգված ձևաչափի գոյությամբ։ Պաշտոնական Երևանի միակ պայմանը լուծարման ակտը խաղաղության համաձայնագրի հետ միասին ստորագրելն է։ Դե բնականաբար Ադրբեջանը տեսնում է, թե ինչ է կատարում, ինչ էլ ասի, պետք է համաձայնվեն սրանք։ Իհարկե ցանկանան իրանց համար դա օգտակար է։ Ես կարծում եմ, այս խումբը պետք է մնա։ Այս մասին մեր ղեկավարը ինչ որ իր եղբայրը Ալիևը ասում է, ինքը նույնը կատարում է, չէ որ ինքը իր հլու համակատարն է։ Պետք չի լուծարել, որովհետև մեր միակ պաշտպանը երևի այդ Մինսկ խումբն է։ Ուրիշ պաշտպան չունենք մենք։ Մի քիչ որ ռեալ հույս կա, դա Մինսկի խմբից է։ Իսկ դա ցերկ չի տալի Ադրբեջանին, որովհետև իրանք այլ նպատակներ ունեն։ Ագրեսիվ, զավթողական եւ ոչ մարդկային։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանի հիմնական պահանջներից է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, տարածքային հավակնությունները բացառելու նպատակով։ Արդյոք մարդիկ կարծում են, որ Հայաստանը պետք է ընդառաջի նաև այդ պահանջին։ Շատ բաներ կարա առաջ բերի ինքը, բայց համաձայնվել է պետք, իհարկե սրանք համաձայնվում են։ Եթե մենք փոխենք մեզ համար պետք է փոխենք, ոչ Ադրբեջանի։ Այսինքն օգտակար իշոզի կետեր կարող ենք փոխել, բայց իօգուտ մեզ։ Մեր երկրին դա ի վնաս է, իօգուտ Ադրբեջանին է, որը կկատարի Նիկոլը։ Այդ իր ասելով ենք մենք ապրելու առաջ գնալու, մինչև հիմա որ ինքը չկար չենք ապրում։ Ինքը ինչ պիտի ասի, մենք այն պիտի անենք, ոչ։ Շատ բան է ասում Ադրբեջանը, մենք ոչ ենք իրան լսելու։ Ամեն դեպքում թշնամու հետ խաղաղությունը չեմ հավատում, որ լինի լավ է, բայց որ Ադրբեջանին մնա, Հայաստանը իր համար վերացած արդեն, բայց յուրաքանչյուր ին ամենափոքր երեխայից միջև մեծահասակը պետք է պնդեն, որ Ադրբեջանը մեզ համար չի խոսում, իր հաշվի, իր օգտին է խոսում ամեն ինչը։ Վարչապետի որոշումը վախ է, բայց ժողովրդին հարցրել է, որ որոշել է։ Ես մի քիչ ներմային մարդ եմ, կարող է պատահի հանգած ուրիշ բաներ էլ ասեմ, ավելի լավ է զսպեմ ինձ, թողեմ գնամ, էլի։ Ի վերջո Արցախյան հարցը մնում է մեր հավաքական հիշողության, պատմության ու ինքնության մաս, նույնիսկ եթե պետական մակարդակով այն համարվում է փակ։ Այսօրվա իրողություններում հանրության ձայնը կարևոր ուղերձ է, հասկանալու թե արդյոք խաղաղության ճանապարհը ընկալվում է որպես իրական հնարավորություն, թե ցավոտ փողզիջում։ Մոնիկա Հայրոյան, Վարդան Պողոսյան, Renews Armenia։